Շատ լավ բան ջան, աղոթենք։ Սիրելի հայր, մարդկային խոսքեր չունենք, որ գարանք նրա միջոցով մեր եղբորը հետ գարեկցիլ եւ նրա ցավը գրել ոյ մի ցեվով, բայց դու դեր քո խոսքի համաձայն դեր կարաս մեզ խրախուսել նմանավանդ եղբորս եւ քրոջս խրախուսել, քաչալերել այս դժվար բահում, ով դեր մինչ հիմա եղբայրներով հավաքվում ենք, որ քո խոսքը անգամ եւս գիսվենք, ուսումնասիրենք, ով դեր խնդրում ենք մեր Եսայի եղբոր եւ մեր քրոջ դու դեր Էդերնին եղիր, Էդերին ես, բայց մենք խնդրում ենք, որ Էդերնին լինես, որբեսի դեր քո մխիթարությունը Սուրբ Օգու միջոցով զգալի լինի, կոնկրետ օրեն զգալի լինի։ Եվ դեր, այո, շնորհակալ ենք, որ նրանց բալիգը քո հետ է, սա հաստատ գիտենք քո խոսքի լույսի ներքո, բայց դեր խնդրում ենք նորից, որ եղբորս կաչալերիլ եւ քրոջս կաչալերիր նրանց վկայությունը դեր նույնիսկ հիմա այս բահում ինձ համար, մեզ համար օրհնություն է, իմանալով, որ նույնիսկ այսպիսի դժվար բահեմը անցան եւ մենք տեղյակ չենք, բայց դու դեր գիտեիր եւ դու դեր քո գամքի համաձայն արեցիր ինչ որ արեցիր, բայց դու դեր սրդերը գիտես, նրանց սրդերն գիտես, մխիթարիր նրանց դեր սրդերը զորացրու քո հոգով եւ դեր իրենց այս դժվար փորձառությունը դեր շատ դժվար փորձառությունը թող ուրիշներու մխիթարանք լինի հարմար ատենին ամեն բան քո փառքի համար Հիսուսի անունով ամեն շատ լավ եղբայրներ ջան այսօրվա մեր հատվածը ուրեմն երկրորդ օրինացից է 8-րդ գլուխ երկրորդ օրինաց 8-րդ գլուխ մի հատ գլուխը գարտանք եւ նրանից յետքը գարանք այս գլխի վրա խոսալ զգուշ եղեք որ գործադրեք այն բոլոր պատվիրանները որ ես պատվիրում եմ ցեզ այսօր որբեսի ապրեք բազմանակ եւ մտնեք ու ժառանգեք այն երգիրը որ դերը երդումով խոստացավ ձեր հայրերին հիշիր այն ամբողջ ճանապարհը որով քո դեր Աստվածը 40 տարի ման ածեց քեզ անապատում որբեսի քեզ խոնարեցնի, քեզ փորձելու համար եւ իմանալու թե ինչ կա քո սրտում եւ թե կբահես արդյոք նրա պատվիրանները թե ոչ։ Նա քեզ խոնարեցրեց եւ քաղցած բահեց ու գերագրեց մանանայով, որին ոչ դու էիր ծանոթ եւ ոչ ալ քո հայրերը, որբեսի քեզ հասկացնի թե մարդը ոչ միայն ածով է ապրում, այլ մարդն ապրում է նաեւ այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ Քո հագուստը հնացավ քեզ վրա եւ քո ոտքերը ճուրեցին այս 40 տարում։ Իմացիր քո սրտում, որ ինչպես մարդը խրադում էր իր որդուն, այնպես էլ քո դեր Աստվածը խրադում է քեզ։ Ուրեմն, կբայես քո դեր Աստծո պատվիրանները, որբեսի նրա ճանապարհներով գնաս ու վախենաս նրանից։ Որովհետեւ քո դեր Աստվածը քեզ դանում է մի լավ երկիր, մի առատ երկիր դաշտերից եւ լեռներից բխող գետերով, աղբյուրներով ու խոր ջուրերով։ Մի երգիր առատ սորենով, քարիով, այգիներով, դզենիներով եւ նրներիներով, յուղադու ցիտերների ու մեղրի երգիր։ Մի երգիր, որտեղ չկավորության մեջ չես ուդի քո հացը եւ որտեղ ոչ մի բանի բագասություն չես ունենա, մի երգիր, որի քարերը երկաթ են եւ որի լեռներից բղինձ կհանես։ Երբ ուդես ու գշտանաս, գորնես քո դեր Աստծուն այն լավ երկրում, որ նա գտա քեզ։ Զգուշ եղիր, չլինի թե մոռանաս քո դեր Աստծուն ու չբահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ Չլինի թե ուդես ու գշտանաս քեղեցիկ տներ գառուցես ու դրանց մեջ բնակվես։ Քո արջառներն ու հոդերը շադանան, քո արձատն ու ոսկին շադանա, քո ունեցած ամեն ինչը շադանա եւ հետո սիրտդ գորոզանա ու մոռանաս քո դեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից տրգության տնից։ Քեզ առաջնորդեց այն մեծ եւ ահարգու խայթուղ օծերով ու գարիջներով լեցուն չոր ու անջուր անաբադի միջով եւ քեզ համար աբարաժ քարից ջուր բխեցրեց, որ անաբադում քեզ գերագրեց քո հայրերին անծանոթ մանանայով,
որբեսի քեզ խոնարեցնի քեզ փորձելու համար եւ վերջում բարի քանի քեզ քո սրտում չասես այս հարստությունը ես իմ կարողությամբ եւ իմ ցերկի ուժով եմ վաստակել այլ իշիր քո Տեր Աստծուն որովհետեւ նա է այդ հարստությունը ցերկ բերելու համար քեզ ուժ տվողը որբեսի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը ինչպես այսօր եթե քո Տեր Աստծուն մոռանալով գնաս ուրիշ աստվածների հետևից դրանց պաշտես եւ դրանց երկրպագություն անես ես այսօր վկայում եմ ցեզ որ անբաճար կգոռչեք այն ազգերի նման որոնց Տերը գորստյան է մատնում ցեր արջևից որովհետեւ ցեր Աստծո խոսքը չլսեցիք դերորդը իր խոսքը եւ խոսքի ընթերցանությունը եղբայրներ ջան հիմա առաջին հարցս ուզում եմ հետեւյալը ասել ով է խոսողը իհարկե պետք է նրա մասին մի քիչ խոսեցվի մեր քարոզի ընթացքում Մովսես չէ Մովսես ինքն է խոսողը Իսրայելի ժողովրդին հա Մովսես ինքն է խոսողը Իսրայելի ժողովրդին եւ պատվերներ տալիս է որ ինչ պետք է անեն եւ ինչ պետք չէ անեն իհարկե նկատի պետք է ունենանք սա օրենքի դարաշրջանի զրույց է ինչու սա ասում ենք որովհետեւ Մովսիսական օրենքը եւ որ օրենքի դարաշրջանը ասում ենք ադիսպենսացիան Մովսիսական օրենքի ատենը եւ Մովսիսական օրենքը ինչպես գիտենք եթե հիշում ենք որ սա պայմանավոր դարաշրջան է այսինքն պայմաններ կան եթե այսպես անեն ժողովուրդը այսպես կլինի եթե այնպես անեն այդպես կլինի եւ այլն հիմա Մովսես այստեղը լիքը ասելիք բաներ ունի իհարկե հիմա ինչ որ ցեզանից խնդրած է որ գարթանք քարոզի ամիջական մայր թեման գոնորոշվենք հիմա եթե ցեզ արցնեմ քարոզի մայր թեման ինչ կարանք ասել այս 20 համարները գարտալուց յետքը այս գլխից իհարկե այս գլուխը մեկը կարող է մի քարոզով անել կամ կարող ես երկուի բաժնել երեքի բաժնել մեր նպատակների համար այսօր լման գլուխը վերցրած ենք ոնց որ մի քարոզ սա առումով եւ մայր թեման ինչ կարանք ասել որ է ցեզ հարցնում եմ հնարավոր է որ դարբեր պատասխաններ լինեն խնդիր չէ նայենք ինչ են մայր թեմայի առնչությամբ ովև մի ցևով բամ ունեք առաջարկելու այսինքն առաջարկը ինչ է այս գլխի թեման ինչ է այո օրինակ ես երբ որ կարդացել եմ տեքստը եւ բարձր Մովսեսն է խոսում իր ժողովրդի հետ բայց ոնց որ փոխանցում Աստծո պատվիրանները այսինքն Աստծո խոսքն է փոխանցում հետեւաբար ստեղ կարելի ասել ոչ թե Մովսեսն է խոսում այլ Աստված է խոսում լավ դիտարկում է այո ու ես sense եմ հասկացել Աստծո բնավորության 3 գծեր sense են հիմնական շատ լավ ուրեմն մայր թեման Աստծո բնավորության մասին է հա օքեյ ուրիշ ասենք ոնց Աստծո բնավորության 3 դրսևորումներ հիմա հոն չգնանք միայն թեման ինչ է Աստծո բնավորությունը 3 դրսևորումները սա անցումային այդ արդարությունն է հոգնագի գոյականով սա հետո գալիս ենք Սերգի Սեղբայրը սա հիմա միայն թեման հիմա Սարգիս Սեղբայրը ասեց Աստծո բնավորությունը իբր թեմա ուրիշ պատասխաններ կան ես ասեմ կեսական նշանակություն ունեցող կարևոր սկզբունքների հիշեցնում է ինչ որ կյանքի կեսական նշանակություն ունեցող այսինքն Աստծո կողմից հիշեցումներ թեման աստվածային զգսպնական կամ զգսպունքային հիշեցումներ աստվածային զգսպունքային հիշեցումներ շատ լավ նայել լավ է 3 հիշեցում ասենք հա հետո կխոսանք այո Տիգրան ջան Կարան երկու մասի բաժանենք հովի եւ այսինքն երկու թեմա առաջարկենք ստեղ ասա ինչ ունես
Առաջինը ոնց որ ստեղ իր մեջ էլ էլի կիսած է, ոնց որ խոստման մասին է, երկրի մասին է ստեղ որ խոստացել է, այսինքն աստծո խոստումն է թեման, խոստացված երկրի երկրորդը ոնց որ արդեն ոնց որ Սարգիս եղբայրս ասած զգուշացման հետ կապված էլի, որ ասված զգուշացում է այդ երկրորդ մասը այս բանի 11-րդ համարից ենքով։ Շատ լավ։ Հիմա նկատի ունենանք, որ դիքրան եղբայրս հիմա եթե բոլոր գլուխը մի թեմա է, մի թեմա ունի, այդ երկու ասած մասերը նրանք ենթաթեմաներ են այդ մի թեմայի հետ կապ ունեցող։ Հա, ինչու որովհետև նույնիսկ եթե այս գլուխը 2, 3, 4 քարոզի բաժնես, էլի դակավին մի գլխավոր թեմա կա։ Հիմա նրա համար է, որ այդ միավորող թեման պետք է որ հստակ լինի մեզ համար եւ նրա տագը, այո, ինչ որ հիմա ասեցիր արդեն, ինչ որ ես ունեմ, նրա մեջ ներառված է եւ մի քիչ հետ կխոսանք, անշուշտ ուզում եմ լսել ինչ որ Սարգիս եղբայրս ունի, Արթուր եղբայրս, բոլոր եղբայրները ինչ որ ունեն, այո։ Հիմա սրանից ցած, օքեյ, թեմաները, հիմա մենք թեզիս պարը, այս առաջարկը, քարոզի առաջարկը ինչ հрамցնում ես քո լսարանին։ Հիմա ուզում եմ կամաց ավելի օգտագործել քարոզի առաջարկը հայերենով, քան թե թեզիս պարը, քարոզի առաջարկը այս պարակային ներառում է թեման եւ նրա հոգնագի քոյական լրացումները։ Ինչու որովհետեւ առաջարկը թեզիսը այսինքն հավասար է քարոզի մայր թեմային առավել նրա լրացումներին։ Հիմա սա ասելով, երբ այս գլխին նայենք, եթե ցեզ հարցնեմ, հիշում եք հարցերից մեկը նա էր, որ, օքեյ, ոնց կարանք մեր քարոզը, ներածականը քարոզի, հрамցնել մեր ժողովրդին այս գլխի համացայն կամ այս գլխի դեմայի համացայն։ Հիմա եթե դու քարոզ պատրաստեիր, ոնց կարենայիր հագիրճ կերպով, չեմ ուզում երկար պատասխան, հագիրճ կերպով 2, 3, 4 նախատասություններով, ոնց կարաս քարոզի այս թեման կամ այս գլուխը ներկայացնել, ոնց որ քարոզի մեջ սկսեցիր, իհարկե կխոսաս Մովսեսի մասին 40 տարի, ինչպես անաբադում նրանք Աստված հոգ տարավ նրանց, բայց ինչպես կարաս ներկայացնել։ Ուզում եմ լսել ձեր խորհուրդները ներածականի առումով։ Կարելի է։ Այո։ Օրինակ ես սենց կներկայացնեի, որ Աստծո ուխտերը, որ Աստված ուխտ արել, նակ Աբրահամի հետ, Նոյի հետ, հետո Մովսեսի հետ, ու այդ կտրվածքով կներկայացնեի։ Հիմա եթե ուխտերուն գնաս, Սարգիս եղբայրս, ինչպես հետո պիտի կարանաս կամրջել քո ներածականը ուխտերի առնչությամբ քո ներկա թեմայի հետ տեքստից վերցված։ Ինչու որովհետև նա է։ Այո, դու ասա։ Աբրահամի հետ ուխտ արեց, չէ՞։ Okay. Իր սերունդը շատացնի ու ժառանգություն տա Քանանի երկիրը։ Okay. Հետևաբար արդեն կապ ունի Մովսեսի հենց այս պատվիրանների հետ, այսինքն ինքը ուխտ էր արել։ Ուրեմն պիտի կապես Մովսեսի այդ իրադարձություններն այդ օրվա։ Ուխտ էր արել Աբրահամի հետ ու 430 տարի հետո արդեն ինքը ոնց որ այդ ուխտը իր ժառանգների հետ, ոնց որ իր խոստումը կատարում է։ Շատ լավ, Եսայի ջան։ Մոտավորապես ներածականը տեն, որ պարզել ինչի մասին է խոսքը։ Հա, կարևորը թեմային գամրջվի, որովհետև եթե թեման բացակայ է ներածականից, չի լինում այդպես։ Թեման պետք է, այո։ Մի քիչ էլ կարելի է խոսալ, որ ասենք այդ ուխտը, այդ պայմանը, որ Աստված արել է, դա փրկության հետ կապ չուներ։ Այսինքն ինքը կոնկրետ նրա համար էր, որ ժառանգեն այդ երկիրը։ Հա, մի քիչ շատ մանրամասնության չգնանք Սարգիս եղբայր, նա գարաս անել քո քարոզի մարմնի ընթացքում, որովհետև նա մի թեմա թող լինի, քո ներածականում քո թեման ներկայացնում ես ներածականի մեջ, հստակորեն։ Հիմա եթե այդ փրկության մանրամասնության, որ հին ուխտի բարակային օրինակ Մովսեսական օրենքի բարակային փրկությունը այսպես էր կամ այնպես չէր, մի քիչ ավելի մանրամասնության գնում ենք, որ սա պետք է բահենք քարոզի մարմնի մեջ։ Այո։ Համաձայն։ Հա, Եսայի ջան, ասա։
Ճիշտն ասած ես նոր էի նայում, տենց որ ասեմ պատրաստվել եմ, չէ, ես մի քիչ երկար կարող ասեմ, պետք է մի քիչ ժամանակ էլի որ խմբագրել ես իմ նախադասություններ, բայց իմ կարծիքով ստեղ Աստված ոնց որ զգուշացում է տալիս, որ մարդու կյանքի բավարարվածությունը նյութականի մեջ չի, այլ Աստծո խոսքի մեջ է։ Ինքը դեռ առաջին համաներում հակադրում է դրան։ Ու ինքը դրանով ցույց է տալիս, որ այն իր խոսքի հավատարմությունը, որ եղել է, մարդու հույսը դրա վրա պետք է լինի ու ինքան դե մի քանի ոնց որ բաներով իրանց ցույց է տալի, օրինակ անապատի փորձությունը, որ մարդը միայն հացով չի ապրում, այդ կոչը, որ պահեն պատվիրանները, չնայած այդ իրանց կողքում եղած առատությանը, այդ զգուշացումը, որ չմոռանան այդ չնայած այդ ամեն ինչին Տիրոջ ձեռքը, Տիրոջ բարիքը, որ իրական աղբյուրներ այդ իրանց ոնց որ ֆիզիկական բարիքների այդ թեմայի մեջ կանեմ ես։ Okay, կարևորը թեման հստակ լինի եւ չվերեբինք, չշեղինք այդ թեմայից, որովհետեւ չէ թե ոչ հետո լիքը ուրիշ ջուղավորումներու գարանք գնալ, որ պետք չի անենք։ Ներածագանում եթե զորօրինակ մեր ասենք գախվածությունը դիրոջ վրայով է զորօրինակ, ինչ որ տեքստից կարանք վերգալել, այն ադեն մի քիչ խոսանք, ներկայացնենք այդպես մի ցևով, որ մենք դիրոջից կախված ենք։ Մեր կյանքը, մեր հոգևոր ընթացքը, մեր առողջությունը, մեր ֆիզիկական, ասենք թե աշխատանքը, ապրուստը, ինչ որ ցանկանում ենք։ Մինչև այն ադեն, որ այդ մեկ թեմայի շուրջ է, իհարկե եղբայրներ ջան, ինչ որ թեմա հստակորեն, եթե գրցանք վերգալել տեքստից, կարևոր է որ այդ թեման լինի ինչի մեջ մեր թեզիսի մեջ մեր թեզիսում այսինքն մեր լրիվ առաջարկային հայտարարության մեջ առաջարկային հայտարարությունը ինչ որ առաջարկում ենք թեման այնտեղ պետք է լինի չէ թե ոչ թեման դարբեր կլինի հետո օրինակ մենք կարանք ասել որ մենք ունենք 5 ջամփաներ սրբության նկատմամբ բայց թեման Աստծո գաղափարության վրայով էր զոր օրինակ So նրա համար այո հասկանում եմ եղբայր ջան հիմա մենք բոլորս էլ ամեն ասենք այս ասպեկտները քարոզի բաժինների առումով հավանական է որ չենք մտորած խորունկ ցևով հասկանում եմ միասին զրուցում ենք կարևորը հստակ լինի մեզ համար որ ինչ որոնում ենք ինչ փնտրում ենք որբեսի չլինի որ մեր թեման երբ մենք ներկայացնում ենք մեր ներածագանում դարբեր լինի մեր առաջարկային հայտարարությունից, այսինքն թեման պետք է մեջ լինի հոգնագի քոյականով մեր թեզիսում, առաջարկային հայտարարության մեջ։ Հիմա, սրանից այդ եղբայրներ ջան, եթե մի քիչ այդ կխոսանք, այո, մի բան կարելի է։ հա, ավակ ջան, այո։ Ես օրինակ բանը մարեն նայել եմ վերնագրի հետ կապված ոնց որ չլսեցի որ մեկը անդրադառնար սրան այստեղ ոնց որ Մովսեսը խոսում է որ Աստծո հավատարմության մասին ասած ինչ արեց իր ժողովրդի հետ բայց իմ կարծիքով նաև ինձ համար դաս վերցեցի որ Աստծուն հավատարիմ մնալու 3 սկզբունքներ եմ հանել կարող է 5-ն են բայց ես 3-ն եմ հանել կարող է 6-ն են որովհետև կարանք երկու մասի բաժանենք ըստ ընձի ես ցես վերնագիր եմ դրել հովիկ եղբայր ջան ու բնականաբար հետո մնացածին անդրադառնամ քիչ-քիչ խոսեմ հիմա ուզում եի հասկանայի մենք կարանք այս սկզբունքները նաև տեսնում ենք թե չէ թո եղբայրն էլ ուզենամ իրաց կարծիքը ասել այո մտիկանում ենք Ավակ ջան, չենք լսում քեզ։ Չի լսվում զայնս։ Չէ, չէր լսվում։ Հիմա լսում եք ինձ։ Առատ եղբայրն ալ աստեղ ուզում էր միանալ, բայց անհետացավ։ Հիմա լսում ենք, հա։ Հա։ Ասում եմ, որ ես այս տեքստից ընդհանուր թեզիսը թեմա վերցնում եմ Աստծուն հավատարիմ մնալու 3 սկզբունքները, բայց ես 3 համարում եմ, որ 3 կարա չլինի։ Հետևաբար սպասում եմ, որ այդ դուք կօգնեք ինձ, բայց ընդհանուր գլխավոր միտքը, գլխավոր թեման վերցրել եմ Աստծուն հավատարիմ մնալու 3 սկզբունքները եւ նաեւ հանել եմ 3 սկզբունքներ
որոնք քիչ-քիչ կանդրադառնանք։ Շատ լավ, ավակ ջան, բահեք մոդդ, ինչու որ Արթուր եղբայրն ալ ունի, Սարգիս եղբայրն ալ ունի, լրացումները հետո գխոսանք, հիմա թեմատ ուրեմն Աստծո հավատարիմ լինելն է։ Աստծուն հավատարիմ լինել Okay, եւ նաեւ բայց հավատարմություն ոնց որ Աստծուն եւ Աստծուն հավատարիմ մնալու երեք սկզբունքները, շատ լավ, հիմա նայենք, որոնք են Աստծուն հավատարիմ մնալու երեք սկզբունքները։ շատ լավ, մի քիչ հետ կանդրադառնանք նրանց էլ, ինչի որ հիմա հերթականությունով ուզում եմ, որ մաս անենք, հադիկրան եղբայրս, ասա։ Կամ ես էլ առաջարկեմ թեման ստե կարանք դիտարկենք հիշիր Տեր Աստծուն թե նեղ օրերում, թե ոսոր լայն օրերում, բարեկեցության մեջ թե պետքի ժամանակ հիշիր Տիրոջը։ Հիմա հիշիր եւ որ ասում ես Տիկրան եղբայրս, արդեն իսկ երկու լրացումները տվեցիր։ Հիմա ուրեմն մեր հանձնարարականը կամ բարդականությունը Տիրոջ հիշելու վրայով։ Ուրեմն թեման սա է։ Տերը հիշիր, շատ լավ։ Հա, իբր թեման, իբր թեման։ Նայում եմ, որ եղբայր առաջարկը ուծը գլխի առաջի համարի մեջ է, խորհուրդ ընդհանուր, դա պետք է սեղմվի առաջարկ անի տեզերելու։ Շատ լավ եղբայրներ ջան, հետո մի քիչ հետ կկանդրադառնանք լրացումներին, հիմա ավելի ուզում եմ միասին արձարծենք օրինակ թեման, անգետ միասին խոսանք ներածականի վրայով, հիմա ուրիշ հարց մի եւս տամ, դակավին լրացումների չգնացինք, ուրիշ հարց եւս տամ, այս հատվածում մեկնաբանական ինչ կարևոր հարցեր կարաք տեսնալ, որ պետք է որ բարձրացնեք եւ արձարծեք, հիմա նայեցեք, մեկնաբանության պատասխաններու չենք գնում, բարձրապես որ անդրադառնում ենք մեկնաբանական ինչ կարևոր հարցեր կան, որ պետք է որ մեր քարոզի գտրվածքով մենք պատասխանենք, այս պատասխաններ ունենանք, հա, ինչ կասեք։ Միան պիտի հայտնաբերեք ինչ թեմաներ կան, բանալի բարեր կան, բանալի արտահայտություններ կան, որ անհրաժեշտ է որ անդրադառնանք մեր մեկնաբանության եւ գիրառման մեջ։ Մալիկը գարակ ասել, հա։ Օրինակ հացադրություններ, հա, հասկացա, կիրառություն, կարելի է այդ։ Հա։ Օրինակ զգուշ ինքը մի քանի տեղ Աստված զգուշացնում է, զգուշ եղեք։ Okay. Ինչու պետք է զգուշ լինենք։ Okay, ինչ որ Տիկրան եղբայրը արդեն ատիշեցումները Արթուր եղբայրն ալ զգուշինելու մասին հայտնաբերեց։ Okay, ուրիշ ավակ եղբայրը բամը ասում էր։ Ավակ ջան, հարցը հետևյալն էր։ Այս հատվածից հիմա ես չեմ ասում ինչ որ գա ասեք, բայց քոնե մի քանի կարևոր արտահայտություններ կամ բանալի բարեր, որ պետք է մենք անդրադառնանք մեր մեկնաբանության մեջ եւ իհարկե մեկնաբանությունը որ ասենք բացատրություն միան պիտի չտանք, պետք է գիրառում նադանք որ էքսպոզիցիա լինի, բացատրական քարոզ լինի, չէ՞ ոչ թե միան մեկնաբանություն անենք էքզեկետիկա է զուտ։ Չենք կարող միան մեկնաբանություն անել։ Հա։ Ստեղ խոսքի երրորդ համարի մեջ մեկնաբանության կարիք կա, որ ասա։ ասում է թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդ ապրում է նաև ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ Այս հատվածը պետք է անպայման ոսոր բացատրվի, թե Տիրոջ խոսքով ոսոր մարդը ոնց է ապրում։ Շատ լավ, ուրիշ։ Ու կարելի ասել հիշիրա Մովսես անընդհատ ասում հիշել բառը հիշել։ Okay, հիշելու մասին ալ, okay, ուրիշ։ Այդ հիշելը ինձ թվում է խոսում է նրա մասին, որ Աստված հավատարիմ է մնացել, Աստծո հավատարմության հիշեցումը միշտ պահենք մեր մեջ էլի։ Okay, բայց մեկնաբանական առումով, եղբայրներ ջան, մեկնաբանական առումով, հիմա նայեցեք, լիքը բաներ կա, եթե սրա մեջ նայենք, այսինքն տեքստի անդրադառնանք, նայեցեք, օրինակ, շատ հագիրճ կերպով, արագ կերպով Սուրբ Գրքի տեքստին նայենք միասին, ես ալ բարձրապես ընդրովի ընթանում եմ հիմա, արագ մի հատ նայենք, եւ որ նայենք օրինակ առաջին համարից սկսենք։ Հիմա նայեցեք, մի մոռանաք, որ էքզեգետիկական ուրվակից մը գա այս տեքստի առումով եւ միևնույն նրա համահունչ բացադրական ուրվակից մը գա։
Ինչու էքզեգետիկական ուրվագիծը եւ էքսպոզիցիական ուրվագիծը երկու տարբեր ուրվագծեր են։ Հիշում եք եղբայրներ ջան, ինչ է տարբերությունը էքզեգետիկական ուրվագծի եւ էքսպոզիցիական ուրվագծի։ Դերը գամի մի շաբաթի հետ եւ ծագացոր գնանք, այս երկուքը պիտի անդրադառնանք էլի երկու Դիմոթեոսից։ Այսինքն, այո, Տիգրան ջան, ինչ է էքզեգետիկական ուրվագիծը, տարբերությունը ինչ է բացատրականին։ Էքզեգետիկական այսինքն Տեքստը։ ինչ ասում, Այո։ հեղինակը ինչ ասում, իսկ բացատրականը բանը, այսինքն դա մեզ ոնց է վերաբերում։ Շիդակ, հիմա այստեղ օրինակ էքզեգետիկականը տեքստի ուրվագիծը խոսում է ումի մասին, Իսրայելի մասին, Իսրայելի ժողովրդի մասին, բայց բացատրական ուրվագիծը Իսրայելի մասին չի խոսած, մեր մասին պիտի խոսած, հավատացյալի մասին պիտի խոսած, այսօրվա ժողովրդի մասին պիտի խոսած, մեկնաբանության մեջ իհարկե Իսրայելի մասին կխոսած, Ազո ուխտի մասին կխոսած, Մովսեսի մասին կխոսած, այո Տիգրան ջան։ Ովի բայց մի հատ լրիվ ուրիշ հարց տամ, էլի, ես վերջ երկս որ Ալեքսեյ Պրոկոպենկոյի դասի մասնակցում էին, ինքս էլ մի բան ասեց, որ բան էլի ամբողջին կտակարանը, ոնց որ մեր այսօրվա քրիստոնյաների վերաբերում է, բացի ոնց որ մովսեսական օրենքից, էլի, հիմա սա կոնկրետ մովսեսական օրենք, էլի մենք Մովսեսի գրածը վերցնում, այսինքն իրավունք ունենք մենք սա վերցնենք այսօրվա քրիստոնյաների կապենք։ Ինչ որ Ալեքսեյ եղբայրը վերակրեց մովսեսական այդ ձիսական օրենքների մասին, ինչ որ այսօր շնորհքի դարաշրջանում մենք պետք չունենք նրանց համացան ապրելու կամ նրանց կիրառելու։ Օրինակ, կապության նոխազները, ողջագեզերը, տարեկան տարբեր տոները, որ կապ ունեին այնադեմվա մովսեսական օրենքի այդ ասենք նրբությունները լրացնելու համար ըստ Աստծո կամքին իհարկե Քրիստոսով արդեն այդ հին մովսեսական օրենքի զոհաբերական համագարքը պետք չունենք այլևս ասենք անդրադառնալու նրան, ինչու որովհետև Քրիստոս արդեն ոնց որ ինք արեց այդ բոլորը եւ գադարելակործեց եւ այլևս այդ հին ուխտի կավության այդ համագարքը մենք պետք չունենք ապրելու նրա համացան։ Սրա մասին է ինքը որ գխոսա, չէ՞ թե ոչ հնազանդության մասերը, անազանդության մասերը, գուրքեր ունենալու, չունենալու, ազոխոսքը նազանտելու, չնազանտելու, ազո բադագելու, սիրելու, ինչ որ այս տեքստում կա երկու օրինաց 8-ում, այնտեղ է։ Մովսեսական ուխտը Աստծո եւ միայն Իսրայելի մեջ էր ոնց որ, այսինքն միայն Աստծո եւ Իսրայել պետության երկրի հետ էր այդ ուխտը ու ոնց որ ուրիշների վրա չէր տարածվում այդ խոստումը։ Այո, առաջնագարկորեն այդպես է, բայց նրա գիրառումները մեզի համար գիրառելի են, ինչու որովհետև սկզբունքային առումով գիրառումներ կան, որ մեզ համար կարող ենք օգտագործել, որովհետև բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է մեզ սովորեցնելու, խրադելու, հանդիմանելու, որպես Աստծո մարդը պատրաստ լինի ամեն բարի գործերի համար։ Եվ սա էլ կներառե ներառում է, այսինքն հին ուխտի այս ուսուցմունքները, բացի այն ձիսական համագարքը մովսեսական, իհարկե մենք պետք չունենք նրանց պահելու։ Սրա համար է, որ ուզում ենք այդ տարբերությունը հստակ անել, նրա համար է, որ ուզում ենք այդ տարբերությունը հստակ անել, որ մեկը չկարծե, որ ինչպես որ երբեմն կան մեր ժողովրդից ոմանք ասում են հին ուխտը, ասին հին ուխտը ասելով 5 դագարանը հрьяաների համար է։ Բայց խնդիրը ան է, որ երբ որ նոր դագարան գնաս, Հիսուս միակ բանը, որ ինք գիտեր 5 դագարաններ, եւ որ ինք ասեց Սատանայի, որ մարդ միան հացով չի ապրում, ապա ամեն մեկ խոսքով, որ Աստծո բեռնից դուրս գալիս է, իհարկե այս հատվածից ինքը վերցնում է, ավասիկ այստեղ հղում ունի այս հատվածից, եւ Հիսուս ուրիշ ոչ մի Պողոս Արաքյալի թուղթերը, այսինքն ինք հղում անում էր մեզ համար, որովհետեւ մենք հնազանդվենք, կիրառենք, ինչու որ այդ բոլորը հետո գալիս էր։ Այո, դակավին Աստծո խոսքերն են նրանք, դակավին Հիսուսի խոսքերն են, բայց դակավին այնտեղ չէին նրա այդ ասենք 33 տարիներում, որ ինքը այս երկրում էր, իբր մարդ Աստվածը։ Սա ասելով պետք է միշտ գադի ունենանք, որ եթե մեկը մեզ ասե, որ 5 դագարանը հрьяաների համար էր, ոչ հрьяաների համար չէր։ 5 դագարանը մեզ համար է, բոլոր մարդկանց համար է, միայն այն մասերը, որ հին ուխտի այդ զոհաբերական համագարքի հետ կապ ունի, ինչ որ Հիսուս արդեն լրիվ գադարելակործեց նրանց իր մահովը, խաչելությունով,
մահով, թաղումով, հարությունով եւ այլես մենք պետք չունենք բահելու, գամնազանտելու այդ մասերը։ Եվ իհարկե մենք օրինակի քրիստոնյաներ պետք չունենք այս տեքստից այդ հասկացողության գալու, որ մենք պետք է գնանք Քանան ու երկիրը ժառանգենք։ Այդպեսի բան չի կա։ Սա Իսրայելի համար էր հին ուխտի ամացան, ինչպես Տիգրան եղբայրը ասեց։ Բայց մնացած բոլոր մասերը պետք է անենք։ Սխալ կիրառում կլինի, չէ՞ որ ասենք Նոր Երուսաղեմն է հիմա պետք է այս խոսքերը մեզ վերաբերել, որ Աստված նոր երկիր, նոր Երուսաղեմ, նոր քաղաք է ստեղծելու, մենք այդտեղ սխալ կիրառում այսինքն Ադի ուրիշ թեմա է Տիգրան եղբայրս, Նոր Երուսաղեմի թեման։ Չէ, սրա հետ կապ չունի Նոր Երուսաղեմ, այո։ Հա, եղբայրան ջան, ծեր միկրոֆոնները խնդրում եմ պագեք, որբեսի շուխուր չլինի շատ։ Ուրեմն, հիմա սա ասել է շարունակենք քոնը մի քանի հատ եւս բանալի արդայություններ, բանալի բարեր, ուրեմն ներկայացնել, որ պետք է որ նրանց անդրադառնանք մեր մեկնաբանության գործի մեջ, ինչ մենք կարոզում ենք։ Հիմա զորօրինակ պետք է անդրադառնանք ինչ ասում է Մովսես Տիրոջ անունից 3-րդ համարում, նա քեզ խոնարեցրեց եւ քաղցած բայեց ու գերագրեց մանանայով, որին նայեցեք ոչ դու ցանոթ էիր, ոչ կայրերը, որբեսի քեզ հասկացնի թե ոչ մի մարդ ածով է ապրում, ինչպես Տիգրան եղբայրը նշեց սա, եւ նրանից առաջ նայեցեք ինչ ասում է 2-րդ համարում, հիշիր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը 40 տարի ման ածեց քեզ անաբադում, որբեսի քեզ խոնարեցնի, նայեցեք, քեզ փորձելու համար եւ իմանալու, շեշտ դնում եմ եւ իմանալու արդայության վրա, թե ինչ կա քո սրտում։ Հիմա շատ կարևոր է, որ եղբայրներ ջան, հիմա մենք մեկնաբանության պիտի չգնանք, բայց ուզում եմ ցեզ ասել, որ եթե քարոզի մեջ այս մասը անդեսենք, բաց թողնելով, խնդիրը, ինչու որովհետև մեկը կարող է մտածել ինչ ասել ուզում է Մովսես Տիրոջ անունից, որ Տերը ասած է, որբեսի քեզ խոնարեցնի, քեզ փորձելու համար եւ իմանալու թե ինչ կա քո սրտում։ Ինչու Աստված միտը չի գիտեր Իսրայելի ժողովրդի սրտում ինչ կա։ Ինչ ուզում է ասել այս արդայությունը, ուրեմն մեր գործարքն է, որ այս արդայության հետ սպառվենք մեր քարոզում, ուրիշ շարունակելով, հետո եւ ասում է գբահես 6-րդ համարում քո Տեր Աստծո պատվիրանները, որբեսի նրա ճանապարհներով գնաս, վախենաս նրանից։ Հիմա սա կարևոր է։ Ինչ ասել է վախենաս նրանից։ Ինչ տեսակի վախի մասին մենք ուզում ենք խոսալ այստեղ։ Ահ, սարսափ, չէ թե հայրական վախ։ Նայեցեք, ամենադեն որ այս հատվածում դեր բառը օգտագործվում է, Յահվե բառն է եբրայերենում։ Սա բարձրապես ագնարկ է, Եհովան։ Ով է Եհովան։ Եհովա բառը դժբախտաբար Եհովայի վիգաները շատ օգտագործում են, բայց սա չի նշանակում, որ իրենք copyright ունեն։ Ոչ։ Եհովա բառը Աստծո անունն է։ Հետո ասում է, նայեցեք, Աստված ինչ արեց ցեզ։ Խոստացավ իհարկե այդպիսի երկիրը, որտեղ չկավորության մեջ, այսինքն որբեսի հոն գնաք ծորենով, գարիով, այգիներով, 8-րդ համար դզենիներով եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ բոլոր օրհնությունները այնտեղ երևի 10-րդ համարում երբ ուդեսը գշտանաս գործնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա գտա քեզ։ Հիմա սա ինչ ասել է։ Միտը ասել է, որ եթե չկավորություն լինի, պիտի չանես։ Եվ որ աղքատություն կա, որ մենք գիտենք երբեմն կա աղքատություն, երբեմն կա դժվարություն։ Պետք է մեկնաբանենք սա։ Հետո ինչ ասել է, չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն 11-րդ համար։ Մոռանաս ինչ ասել է։ Մոռանաս բարձրապես մտային օրեն, չէ թե ոչ կյանքով։ Ասի մի խոսքով թողես Տիրոջը երկրպագություն, մեկնաբանության հարցը։ Եվ սրա պես եղբայրներ ջան, ուրիշ մեկնաբանական հարցեր կան, որ մենք պետք է որ քիչով կամ շատով անդրադառնանք մեր քարոզում, որբեսի չլինի որ բամը բաց թողնենք, քանի որ կարևոր մեկնաբանական մասերը պետք է որ մենք արձարծենք, այո ավակ ջան։ Մի հետաքրքիր պատկերազարդում հիշեցի այս պահին։ Ասա։ Դավիթ թագավորն ասում է. «Տեր ինձ տուր այնքան, որ ես քեզի չմոռանամ, եւ մի թող ինձ սոված, որ ոնց որ քեզանից չհեռանամ, հա, ոնց որ
Արագացից, այո, արագացից։ Հա, շատ Հա։ համահունչ կարա լինի։ Հղում է ասի ավակ ջան, այո, եւ պատկերազարդում չէ ավելի, պատկերազարդում ասես գարաս օրինակ մի ասենք թե հավատացյալի ցանկից կամ ուրիշ սուբկրային անսավորությունից կամ ասենք թե մի բամությունից, որ նույնիսկ եթե հոգևոր անսավորությունա չլինի, կարող է ազո այդ բամը գա, ասենք հայ քրագանության միջից եւ այլն, ամենահեշտը զորնա կարող ես դու գիտնալ մի հավատացյալ մեկը, որ շատ ադեն ինք, այսինքն գուշ վիճակի էր, դեմ եկավ, որ իր բարակաները փոխվեցան, աղքատացավ, ինչ որ ուներ, կարող է սնանգացավ, խնդիր չէ, թե իր հանցանքի համաձայն կամ իրադարձություններու համաձայն պատրազմի երեսից կամ ինչ որ է, բայց ինք դիրոջ չմոռացավ։ Այդպիսի պատկերազարդումը, նկարազարդումը օրինագելի է, որբեսի ներկայացնենք մեր լսան, կամ անշուշտ ժխտականն ալ երբեմն կարելի, բացասական այսինքն, բացասական օրինագից ալ գարամարտիկ սովորենք, եւ այդ առումով այո եղբայրներ ջան, կարևոր է, որ մեր քարոզների մեջ ամեն քարոզում քոնե մեկ կամ երկու այսպես պատկերազարդում լինի։ Եվ պատկերազարդման նպատակը ինչ է։ Դուք ասեք, ուզում եմ ցեզանից լսել։ Պատկերազարդման նպատակը ինչ է։ Որպեսզի մարդկանց կենտրոնացնենք մեր գլխավոր ասելիքի վրա։ Շիդակ։ Սուրբ Գիրքը ինչ ասում է։ Այո, Դավջան։ Հիմիկվա ժողովուրդը պատկերազարդումով ավելի շատ կհասկանա, չեմ որ կարդաս։ Okay. Դրա համար պատկերազարդում կինս որ հասկանա, այսինքն պատմություններով ավելի շատ կհետաքրքրվին, չեմ կարդալով։ Well, բամությունները լավ են եղբայրս, լա սուբկրային, լա իրական կյանքից, կամ ասենք քրագանությունից, աշխարհակրությունից, քաղաքականությունից, տնտեսությունից եւ այլն։ Դե բազմապես պիտի մի փոքր զգուշ ունենք, որտեղ իմ կյանքի փորձառությունից ասեմ, որ եղել է որ մեր վկայությունը որպես պատկերազարդում ավելի մեծ տեղ գտե, քան թե այն ինչ որ պատգամի գլխավոր նպատակը կամ պատկերի ասելիքը։ Պիտի մի փոքր զգուշ ունենք, որ պատկերազարդումը ավելի գերակշռող կարևորություն չլինի քո պատգամի մեջ, այլ պետք է ինքը լրացման նման լինի, որ մարդկանց օգնի, որ մարդիկ ոնց որ լսեն քեզի, էլի, որ հասկանան, ավելին կալի լինի։ Այո, շիդակ եղբայրս, այո։ Պատկերազարդման նպատակը ազո խոսքը ավելի բարձրապանելն է, ոչ թե ազո խոսքի դեղը առնելն է։ Սա է։ Այո, շնորհակալություն։ Ուրեմն եղբայրներ ջան, հետո իհարկե մենք մի ուրիշ դարմնա ունենք, որ պետք է խոսանք ամենավերջը, ոնց կարանք եզրափակել մեր քարոզը։ Այս անգամ եթե հիշում եք այդ մասն ավելացրած է, բայց սրանից առաջ ուզում ենք անդրադառնալ հետևյալներին, թե էքզեգետիկական ուրվագծին, այսինքն տեքստային, տեքստի ուրվագծին, եւ թե բացատրական ուրվագծին, էքսպոզիցիական ուրվագծին։ Հիմա, ինչպես ասեցինք, տեքստի ուրվագիծը, ինչպես որ տեքստից վերցված է, այսինքն ինչ որ դու իբր ուրվագիծ այդ դրապանական հոսքը քաղաքապարների ներկայացված է։ Սա տեքստի ուրվագիծն է։ Ինչ որ տեսնում ես տեքստից, Մովսեսը մեջը կա, Իսրայելի ժողովուրդը մեջը կա, Քանանու երկիրը մեջը կա, այդ բոլորը։ Իսկ բացատրական ուրվագիծը իհարկե պետք է գաբ ունենա այսօրվա մեզ հետ, այսօրվա լսարանի հետ։ Եվ մենք մեր քարոզներում զգուշ պետք է լինենք, որ մեր ուրվագիծը չարդացոլե էքզեգետիկական ուրվագիծը։ Հաբա բացատրական ուրվագիծը մենք պետք է ներկայացնենք մեր լսարանին։ Հիմա էքզեգետիկական ուրվագիծը մեկ բան է, բացատրական ուրվագիծը ուրիշ բան է։ Հիմա չգիտեմ եթե դուք հնարավորություն ունեցաք աշխատելու կամ ոչ, բայց քանի որ 2-3 եղբայրներ արդեն առաջարկեցին, հիմա ուզում ենք ծեր լրացումները լսել եւ ենթադրում եմ, որ սրանք բացատրական քարոզի ուրվագծեր են, կնայենք, բայց եթե բացատրական քարոզի զուտ ուրվագծեր են կամ խառը, ինչու երբեմն մենք կարանք խառը ընել եւ խառը եւ օրնենք, խառնենք իրար, հեշտ չէ, պետք է որ զանազանենք այդ երկուքը,
ամեն բանի առաջ իհարկե տեքստի էքզեգետիկական, այսինքն ուրվագիծը պետք է հայտնաբերենք, որ նրանից հետ կկարողանանք քարոզի, բացատրական քարոզի ուրվագիծը ռամցնենք մեր լսարանին, իբր քարոզի մաս։ Հիմա սա չի նշանակում եղբայրներ ջան, որ մենք չենք կարող միանգամից ոչ թե անդեսելով էքզեգետիկական ուրվագիծը, հաբա միանգամից աշխատենք քարոզի ուրվագծի հետ, եթե մեր տեքստը հստակ է մեզ համար։ Ինչու սա ասում եմ, որովհետև երբեմն կարող է 2-3 համարի վրա աշխատում ենք, ավելի հեշտ է շուտով դենանք մեր տեքստի եւ քարոզի ուրվագիծը միասին եւ մեկ անգամից մեր քարոզի ուրվագիծը ներկայացնենք, էքսպոզիցիական ուրվագիծը, քան թե այսպես առաջ ընենք մեր տեքստի ուրվագիծը, հետո քարոզի ուրվագիծ կառուցենք։ Հիմա երբ մեր տեքստը երկար է սրա նման, լավ է մի քիչ անդրադառնանք նախ եւ առաջ տեքստի էքզեգետիկական ուրվագծին։ Հիմա սա ասում եմ, որ բարձրապես նկատի ունենաք։ Ես չեմ ասում, որ եթե 2-3 համարի վրա կարոզեք, պետք չէ նախ եւ առաջ աշխատեք էքզեգետիկական ուրվագծի վրա, հետո քարոզչական ուրվագծի վրա, եթե փորձառությունով արդեն ավելի եւ ավելի հարաճանակ, ավելի կարող եք միանգամից աշխատել բացասական քարոզի ուրվագծի վրա, սա էլ հնարավոր է, կարելի է այդպես լինի, խնդիր չկա, բայց լավ ոնց որ մեթոդ է, լավ ցև է, լավ գերբ է, որ առաջ անդրադառնանք տեքստի կառուցվածքի վրա, տեքստը ինչ ասում է, հետո ինչ ասում է մեզ այսօրվա առնչությամբ։ Շատ լավ, ասկան ասել է այդ եղբայրներ ջան, ուզում եմ լսել ձեր ունեցած ուրեմն թեզիսը, քարոզի առաջարկը, որ ներառում է թեման եւ թիվ 2 անցումային արտահայտություն օգնակի քոյականով։ Հիմա հարցը կարող եք տալ, եթե ցանկանաք նաեւ։ Այո, ով ուզում է առաջ ասել։ Էլի թեման իշեցրեք, գամալ նախատասությունը ասեք, լրիվ արդեն մենք կջոգենք այդ նախատասության միջոցով, այդ լրիվ առաջարկի միջոցով։ Այո։ Ես հիշում եմ 2-3 անցիկ կային։ Լավ, էլի ես ասեմ, Հա։ Ուրեմն թեման Աստծո բնավորությունն է։ Okay։ Օգնակի նախադասությունը Աստծո բնավորության 3 դրսևորումներ իր ժողովրդի հանդեպ։ Okay։ Ուրեմն առաջի համարն է հենց Աստված հավատարիմ է իր տված խոստմանը։ Դա առաջի լրացումը։ Որ համարներու է, այո։ Այդ առաջի համար, հենց առաջին։ Okay։ Հենց առաջի համար։ Հետո Երկրորդ լրացումը 1-ից 5-ը Աստված հոգատար է իր ժողովրդի հանդեպ։ Okay, որ համարները։ 1-ից 5-ը։ Հա, ես կարծի ասեցինք արդեն, Աստված հոգատար է իր ժողովրդի հանդեպ 1-ից 5-ը, երկրորդ։ Չէ, առաջին Աստված հավատարիմ է իր տված խոստմանը։ Okay, որ համարները։ Առաջի համարն։ Okay, հետո։ Հետո 2-ից 5-ը։ Հա, 2-ից 5-ը, 1-ից 5-ը ասեցիր նրա համար։ Հա, 2-ից 5-ը Աստված հոգատար է իր ժողովրդի հանդեպ։ Okay, երրորդ։ Երրորդը 6-ից արդեն 20-ը, որովհետև ընդ մի քիչ խառն է, շատ մեծ է տեքստը։ Բայց մեծ է այնտեղը։ 6-ից 20-ը Աստված պահանջում է հնազանդություն։ Աստված պահանջում է հնազանդություն։ Հիմա հավատարիմ է, հոգատար է եւ բանջկոտ է, այսինքն։ Այո։ Okay։ Հիմա երկու հատ ավելի ոնց որ պոզիտիվ է, տրական է, մյուսը ավելի բացասական երևում է։ Ես չեմ ասում սխալ է։ Եվ հետո երրորդ մասը մի քիչ երկար է, 6-ից մինչև 20 համարները։ So, որովհետև իմ կարծիքով կարելի է մինչև կիսել այդ տեքստը, որպեսզի ոնց որ այդ 3 կետը ավելի իմ տված 3 կետը ավելի ճիշտ լիներ։
Բայց ված չէ սա կսեղ, բայց դեր օրնի, ներ, ված չէ ասածդ, որ ազո հավադարմությունը, հետո նրա հոգադարությունը, հա, որովհետև սկիզբը առաջին համարում գա, որ դերը ինչպես խոստացա, որ բազմանակ մտնեք ժառանգեք երգիր, ադի հավադարմությունը ցույց տալիս է, հետո երկուից 5 եւ նայր իմ մոտս ալ մինչեւ իմ այդպես է։ Առաջին համարը ես զատ սենք լրացում ունեմ, երկուից 5-ը ուրիշ լրացում ունեմ, ես 6-ից 10-ը ուրիշ լրացում ունեմ, հետո 11-ից 18-ը, հետո 19-ից 20, ուրեմն ես 5 լրացումներ ունեմ, 5 եղբայրները։ So, հենց ես ուզում էի մոթորինց երկու վելի լրացումներ էր, բայց քանի որ 3 հատ էր նշված, ես մի անգամից 6-ից տրել եմ 20։ Բայց ինչու ով ասեց քեզ որ միայն 3 պետք է մն, ավակ եղբայրը ասեց։ Հա, ավակ ջան, հոնես, ավակ եղբայրը միշտ 3։ Ճիշտը 3-ն է։ Չգիտեմ այդ հերցվածողությունը ուրգից եղած է, բայց Շատ լավ, նո, բայց լավ է, հիմա եւ հիմա եմ 3-ում։ Գիտեմ։ Հավադարմությունը, օկադարությունը եւ նրա պահանջում է հնազանդություն, այսինքն խստությունը կա տենց ստացել։ Okay, հիմա պետք է աշխատես ադոր վրա, նրա վրա պետք է աշխատես։ Հիմա լրացումներն եք ասում, ժողովուրդ։ Հա, ասա, ավակ ջան, ասա։ Ուրեմն ասեցի արդեն, որ իմ թեզիսը բանն է, որոնք են ասում հավատարիմ մնալու 7 սկզբունքները, բայց 7-ից 3-ն են վերցրել։ Okay, 3, ասա 3-ը։ 3-ը, ուրեմն առաջինը հնազանդություն Աստծո պատվիրաններին։ Okay։ Երկրորդը հիշել Աստծո առաջնորդությունը։ Համարները պետք է դաս։ Սա կտա։ Դեռ բանը անում եմ, քանի որ մոտ 6-ն է, ես դրա բան եմ ուզում։ Եվ երրորդը վստահել Աստծո հոգատարությանը։ Okay, բայց համարներով հիմա, եթե մեկ համարներով գնանք։ Եղավ, Եթե ունես։ Ես բան չունեմ, բայց հենց հիմա դնում եմ, էլի ոնց որ։ Okay, հիմա ինչու եղբայրս, որով եթե համարներով չլինի, այդ ընթացքը չենք կարող հետևել եւ ոնց որ այսպես խարը լինում է, գիտես, այո, այսին գլխի մեջ Աստծո նազանդություն կա, Աստծո ավադարմությունը կա, Աստծո օկադարությունը կա, Աստծո համեստությունը կա, համբերությունը կա, իր ժողովրդի եւ այլն, բայց որբեսի անդրադառնանք հետողական ցևով, հետագանությամբ, նրա համար կարևոր է որ մեր սենք լրացումները ունենան նրանց կողքին, ինչպես գիտենք եղբայրներ ջան, համարները, հատվածը, ինչը ամեն մեկ սենք լրացման համացան։ Հետո ուրիշ կար դեր օրնեվ ավակ եղբայրս, ուրիշ կար եղբայրներից որ ուզում էր գիսվել նրա լրացումները։ Եթե ոչ, ես կարամ ներկայացնել ինչ որ ունեմ, թե էգզեգետիկականը եւ թե բացատրականը։ Հիմա էգզեգետիկականը, նայեցեք, հետեւյալն է, առաջ որ ասեմ ինչա իմ ասենք առաջարկային հայտարարությունս, թեզիսս, այսինքն առաջ որ առաջարկի նախատեսությունը ասեմ, կոնե այդ 5 բաժանմունքները ասեմ էգզեգետիկական, թե մեկ առաջին համարից դիրոջը հնազանդվելու բադվիրանը, ինչու որ առաջին համարից մեջ տեսնում ենք, որ ասում է զգուշ եք որ գործադրեք այն բոլոր բադվիրանները, որ ես բադվիրում եմ ցես։ So դիրոջ հնազանդվելու բադվիրանը։ Հետո 2-ից 5 համարները իսրայելացիների փորձությունը դիրոջ կողմից։ Իսրայելացիների, այսինքն նրանց մարդկանց փորձությունը կամ փորձը դիրոջ կողմից։ Նրանք դիրոջ կողմից փորձվեցան։ Ինչու որովհետև երկրորդ համարից ասում է հիշիր ամբողջ ճանապարհը, որով քո դեր Աստվածը 40 տարի քեզ անաբադում ինչ արեց, քեզ որպես խոնարհեցնի, քեզ փորձելու համար։ Այդ բոլորը այնտեղ է, մինչև 5-րդ համար։ Հետո ուրեմն ասում է, ահավասիկ այստեղ ոնց որ անցումային խորհուրդ մգա, ուրեմն կբահես 6-րդ համարից քո դեր Աստծո պատվիրանները 6-ից 10-ը խոստացված երկրի նկարագրությունը դիրոջ կողմից։ Սա բարձ էգզեգետիկական այդ հատվածի խորհուրդն է։ Ինչու որովհետև 6-ից 10 համարները Մովսես
Խոստացված երկրի նկարագրության մասին Տիրոջ կողմից, որտեղ ոնց նկարագրած էր այդ խոստացված երկրի մասին։ 11-ից 18 համարները զգուշ եղիր, չլինի թե մորանաս քո Տեր Աստծուն, չբայես նրա պատվիրանները, հրամանները, չլինի որ ուդես կշտանաս, նոր դուներ գառուցես, դրանց մեջ բնակվես քո արջարները, հոդերը շատանան եւ այն եւ այն։ Ուրեմն 11-ից 18-ը Տիրոջ չմորանալու պատվիրանը։ Ինչու որովհետեւ 18-ի վերջում ասե այլ հիշիր քո Տեր Աստծուն։ Ինքը սկսեց ասելով զգուշ եղիր, չլինի որ մորանաս, իսկ 18-ի վերջում այլ հիշիր այդ հակադրությունը։ Եվ վերջինը 19-20 համարները եթե հիմա այստեղ էլի հատվածը փոխվում է, եթե քո Տեր Աստծուն այդ մարկերը գա փոխվում է, եթե քո Տեր Աստծուն մորանով գնաս ուրիշ աստվածների, դրանց պաշտես եւ այն, ինչ կլինի, դերը գորստյան քեզ կմատնի։ Ուրեմն 5-րդը իբր տեքստի էքսեգետիկական այդ կառուցվածքից մի մաս Տիրոջ թողնելու հետևանքը։ Ուրեմն էլի ասելով Տիրոջը դասանվելու պատվիրանը առաջին համար, հետո մարդկանց իսրայելացիների, այսինքն փորձությունը Տիրոջ կողմից 2-5, 3 խոստացված երկրի նկարագրությունը Տիրոջ կողմից 6-ից 10, 4 Տիրոջ չմորանալու պատվիրանը 11-ից 18 եւ 5 Տիրոջ թողնելու հետևանքը 19-ից 20։ Հիմա այս գառուցվածքի համաձայն ուրեմն ես ինչ որ աշխատած եմ բացառական քարոզի կառուցվածքը եւ հետեւյալց է որ եղբայրը ջան ինչ որ արդեն դուք խոսեցաք այդ դարերը արդեն կան սրանց մեջ քիչով կամ շատով որովհետեւ ինչու ամենքը սա նույն տեքստը նայում ենք նույն տեքստը ուսումնասիրում ենք թիվ 1 քան թե ասեմ բարձրապես Տիրոջը հնազանդվելու պատվիրանը առաջին համարից հետեւյալ ցեվով դնում եմ Տիրոջը հնազանդվելը մեզ ապահովում է նրա օրհնությունը Տիրոջ հնազանդվելը մեզ ապահովում է նրա օրհնությունը ուրգից գիտենք սա տեքստից պետք է վերցված լինի ուրեմն այդ գիրարական մոդեցումը գա բացատրական ուրվակցում Տիրոջ հնազանդվելը մեզ ապահովում է գիրարում է սա արդեն իսկ ինքը իր մեջը Զգուշ եղեք, որ կործատրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ցեզ այսօր, որովհետեւ ապրեք, բազմանակ եւ մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երթումով խոստացավ ձեր հայրերին։ Հիմա իհարկե, ես հիմա Իսրայելի հայրերի մասին քարոզի մեջ կխոսամ, մեկնաբանությունը կդամ, բայց գիրարական առումով սրա սկզբունքը ինչ է ինձ համար, լսարանիս համար, ավադացիաների համար, այսօրվա ժողովրդի համար, որ Աստծո հնազանդվելու մեջ, Եհովայի հնազանդվելու մեջ Այդ հնազանդությունը մեզ ապահովում է նրա օրհնությունը։ Այո, զգուշ լինելով, գործադրելով այն պատվիրանները, որ ինքը տալիս է, ինչու ինքը խոստացած է, որովհետեւ մենք ժառանգենք, որովհետեւ մենք նրա օրհնությունը ունենանք, վայելենք։ Սրա մասին խոսում ենք գիրարական առումով։ Հետո 2-5 համարները հիմա բիդի չխոսամ իհարկե Իսրայելի փորձությունը Տիրոջ կողմից, նրա մասին բիդի չխոսամ, ապա Տիրոջ Փորձությունը, այսինքն ես ոս պագագծի մեջ այսպես ալ դրած եմ, Տիրոջ նպատակային փորձությունը մեզ հնարավորություն է տալիս աճել հավատքի մեջ։ Տիրոջ նպատակային փորձությունը մեզ հնարավորություն է տալիս աճել հավատքի մեջ։ Հիմա ուրգից սա գառնենք տեքստից իհարկե 2-5 համարները, որը Տերը ինչ ասում է, ինք քեզ երկրորդ համարում Որբեսի քեզ խոնարեցնի, քեզ փորձելու համար գասե, ինչ արեց գասե, եւ իմանալու թե ինչ կա քո սրտում եւ թե կպահես արդյոք նրա պատվիրանները թե ոչ։ Նա քեզ խոնարեցրեց, քաղցած բահեց, գերագրեց մանանայով, որին ոչ թե ծանոթ էիր եւ ոչ էլ քո հայրերը, ոչ դու ոչ նրանք, որբեսի քեզ հասկացնի թե մարդը միայն հացով չի ապրում, այլ մարդը ապրում է նաեւ ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից, քո ակուստը չհնացավ քեզ վրա Քո ոտքերը ճուրեցին 40 տարում, իմացիր քո սրտում, որ ինչպես մարդը խրադում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրադում է քեզ։ Այստեղ հոգևոր աճի հնարավորություն կա, խոնարեցնել կա, սոված պահել կա, որովհետեւ դու ցանկանաս Աստծո խոսքը, ոչ թե մարդկային խոսքը, եւ իմանալ կա քո սրտում, որ Տեր Աստվածը քեզ խրադում է, այս բոլորը եւ ուրիշ տարերն որ այս հատվածի մեջ կան Հավատում եմ, որ նպաստում են մեր հոգևոր աճի։ Եթե Աստված չաներ այդպես, չփորձեր նրանց խոնարեցնելով, մեզ
շիդակ ցևով փորձելով, որովհետեւ մենք անդրադառնանք, ինչ կա մեր սրտերու մեջ։ Աստված գիտի ինքը, սա բարձաբես մարդկային ցևով արդայդություն է, որ Աստված մեր սրտերը ինքը գիտի, բոլորովին գիտի։ Բայց մենք անդրադառնանք, ինչ կա մեր մեջ։ Որ մենք հասկանանք մեր բնութագիրը, մենք հասկանանք որքան մենք հավատարիմ ենք նրա խոսքին, որքան հնազանդ ենք նրա բادվիրաններին, որքան խոնարհված ենք Աստծո առաջ։ Եվ էլի ուրիշ ճշմարտություններ կա, որ ինչպես Աստված կասե, խրադում է մեկ որ իր որդուն խրադում է, Աստված ալ ցես խրադում է։ Ուրեմն դիրոջ նպատակային փորձությունը մեզ հնարավորություն է տալիս աճել հավատքի մեջ։ Թիվ 3, այո, մոռացա ասելու եղբայրներ ջան, Եհովայի կամ Տիրոջ 5 հարաբերական դրսևորումները իր ժողովրդի հետ։ 5 հարաբերական դրսևորումներ։ Հարաբերական դրսևորումներ են սրանք։ Տիրոջ բادվիրաններին հնազանդվելը, որովհետեւ նրա օրհնությունը ունենանք։ Թիվ 2, Տիրոջ փորձությունը ընդունելը հնարավորություն է, սա որ մեզ տալիս է հնարավորություն աճելու հավատքի մեջ, եւ թիվ 3 Տիրոջ օրհնությունը մեզանից ակնկալում է իրեն նվիրված սրտեր 6-ից 10 համարները։ Սայալ երրորդ տարբեր հարաբերական դրսևորումն է, որ Աստված ունի իր ժողովրդի հետ։ Ուրեմն էլի գրկնելով 6-ից 10 համարների նկատմամբ Տիրոջ օրհնությունը մեզանից ակնկալում է իրեն նվիրված սրտեր։ Ուրգից սա դենում ենք, էլի գարտալով տեքստը, ուրեմն, դայեցեք փոփոխություն կա խոսքի մեջ։ Նրա համար է, որ ես ասպեսի բաժանած եմ։ Ինչու որովհետև եւ որ ասում է ուրեմն հատվածը փոխվեցավ, թեման փոխվեցավ, ուրեմն գբահես քո դեր Աստծո բادվիրանները, որբեսի նրա ճանապարհներով գնաս եւ վախենաս նրանից, որբեսի քո դեր Աստվածը քեզ դանում է, որովհետև քո դեր Աստվածը քեզ դանում է մի լավ երգիր, մի արատ երգիր, դաշտերից, լեռներից փխող գետերով, աղբյուրներով, խոր ջրերով, երգիր արած սորենով, գարիով, այգիներով, դզեներով, նռներով։ Իհարկե, մենք կանանու երկրի մասին պիտի չխոսանք այս բարակայում։ Այս բոլոր օրհնությունները Տերը տալիս է եւ ասում է դու մի երգիր 9-րդ համար, որտեղ չկավորության մեջ չես ուդի քո հացը եւ որտեղ ոչ մի բանի բագասություն չես ունենա, մի երգիր, որի քարերը երկաթ են եւ որի լեռներից բղինձ կհանես, երբ ուդես ու գշտանաս, գործնես քո դեր Աստծուն այն լավ երկրում, որ նա գտա քեզ։ Ուրեմն Տիրոջ օրհնությունը մեզանից ակնկալում է իրեն նվիրված սրտեր։ Այդ բոլոր հավատարմության համար, ինչ որ խոսեցանք, այդ բոլոր հավատարմությունը, որ Տերը մեզ ցուցաբերած է, մեր դրսևորումը ոնց կլինի։ Աստված այս հարաբերությունը ունի մեզ հետ, իր զավակների հետ։ Այդ օրհնությունը, որ ինք մեզ տված է, մենք ոնց, այսինքն համապատասխանում ենք այդ օրհնության, ոնց դրսևորում ենք մեր գեցվածքով Աստծո օրհնության նկատմամբ։ Ուրեմն պետք է նվիրվածություն ցույց տանք, նվիրված սրտեր ցույց տանք։ Ինչու որովհետև ասում է երբ ուդես կշտանաս, իհարկե նվիրված սրտերով դա մեկը կարա ուրիշ տերմին օգտագործի։ Հավատարիմ սրտեր։ Ինչ որ ցանկանում եք, մինչև անհետև ու տեքստի հետ համահունչ է։ Երբ ուդես ու կշտանաս, գործնես։ Աստված օրհնող սրտեր, Աստված օրհնող կյանքեր։ Խնդիր չէ։ Այդ արդայությունները մենք կարանք սևագերբել, ինչպես որ մենք հարմար տեսնում ենք տեքստից։ Թիվ 4 11-ից 18-ը էլի ասում է զգուշ եղիր, չլինի թե մոռանաս, այդ մոռանալու, կան երբ գշտացար, երբ ամեն բան ունեցար, արչարներ, գովեր, դներ, աս, այգիներ եւ այլն, երբ ամեն բան ունեցար ասում է, նայեցեք, որ անաբադում քեզ գերագրեց քո այրերին անծանոթ մանանայով 16 համար, որովհետեւ քեզ խոնարեցնի, քեզ փորձելու համար եւ վերջում բարի կանի քեզ, քո սրդում չասես, այսինքն Քաղնի ապար չմտածես, ուրիշը չգիտի, Հովիկ եղբայրը չգիտի, Արթուր եղբայրը չգիտի, Սարգիս եղբայրը չգիտի, Ավակ եղբայրը չգիտի, բայց դու գիտես սրտիդ մեջ, որ դու ունես մի բան, ինչ որ բանի միջով չես հարգում, չես պարավորում Աստծո։ Ուրեմն 11-ից 18-ը, ինչ որ մենք ասեցինք, ուրիշ հարաբերական դրսևորումը Եհովայի իր ժողովրդի հետ մենք դերնում ենք այս համարներում եւ սկզբունք հետեւյալցիով գարամ ներկայացնել Տիրոջ նախազգուշացնումը ինքնապավության դեմ մեզ պաշտպանում է մեզանից Տիրոջ նախազգուշացնումը ինքնապավության դեմ
մեզ պաշտպանում է մեզանից, ինքներս մեզանից պաշտպանում է։ Ինչու Աստված մեզ նախաշկուսացնում է, որ նայեցեք, երբ գերակ, խմեցիք, զվարճացաք, բավարարվեցաք, թող չի լինի, որ ինքնապավը զգաք դուք ձեզ։ Ինչու պետք է միշտ հիշեք, չմոռանաք, որ այդ ամենը ով ըրած էր, Տերը ըրած էր, չէ՞։ Այդպես չէ։ Տերը ըրած էր։ Սա պետք է միշտ նկատի ունենանք։ Եվ շատ ադեն նույնիսկ հավատացյալների կյանքում ալ, սա գիրարական խոսք էր։ Լինում է, որ երբ ամեն բան ունես, մոռանում ես Աստծո շնորհակալություն հայտնել։ Ամեն ջաշի համար։ Մեր ամենօրվա հացը այսօր է մեզ դուր, մեր աղոթքի մեջ է սա։ Դերը չասեց, շնորհակալ եղեք Աստծո, որ ինք ձեր կյանքի ողջ ընթացքում միշտ ձեզ ջաշ տալիս է։ Ամեն օր ընդունել, որ այսօր մենք կախված ենք, կախյալ ենք այսինքն Տիրոջից։ Նրա համար է, որ այդ ինքնապահությունից պետք է ազատագրվենք։ Ինչու որովհետև Տիրոջ նախազգուշացումը, որ հիշիր, մի մոռացիր, որ Աստված արեց այդ բոլորը, այդ նախազգուշացումը մեզ պաշտպանում է ինքնապահությունից եւ մեզ պաշտպանում է մեզանից։ Եվ հետո վերջինը 19-ից 20-ը Տիրոջ թողնելը մեզ վրա արդար դադաստան է բերում։ Հիմա այդ արդար դադաստան դժոխքի մասին չենք խոսում մենք։ Տիրոջ պատիժը, ինչ որ լա այդ պատիժի բնութագիրը, ես չգիտեմ, դու չգիտես, բայց երբ գա, այն է մենք հասկանում ենք, որ երբ մենք մոռանում ենք Աստծո հարգել, պատվել իբր մեր հայրը, իբր մեր Աստվածը, ինքնաբավարարվելով, գամ գնալով ուրիշ աստվածներու հետևից, ինչ որ լինեն այդ ուրիշ սպառնունքները, ինչ որ Աստծո դերը գրավում են մեր կյանքերում, ինչ կլինի հետո, Աստված մեզ կպատժի, ինչու որովհետև ասեց չէ, Աստված եթե մենք իրեն զավակներն ենք, մեզ կխրատի։ Եվ թող չի լինի, որ Տիրոջը պատիժի ենթակա լինենք։ Եվ իհարկե, եզրափակման մեջ եղբայրներ ջան, մենք կարանք ավետարանը խոսալ եւ վերջնական ուղեցույց մտալ գիրարման առումով լսարան հավատացյալ լսարանին այս հատվածից, այս վերջին երկու ամառներից։ Կամ կարող ես նախորդողից, որ հավատացյալներ ջան, ինքնապավ չլինենք, որ դերը չպարգանա մեզ դեմ։ Ինչու ինքնապավ լինելը ինքն իրույն գուրք է։ Սա էլ գուրք է։ Թեև 19-20 ամառներում նրա մասին չի խոսում ամիջականորեն, բայց արդեն համատեքստում է։ Ինքնապավ լինելը գուրք է, եւ դերը կարող է ինձ եւ քեզ դաստիարակել իբր նրա զավակները, եթե զգուշ չլինենք, որ կարծելով, որ մենք ամեն բան մեր բազուկի ուժով ըրացենք։ Բայց ոչ հավատացյալին հետևյալ ցեվով քո եզրափակման մեջ այսպես կարաս ասել, եւ դու որ այստեղ լսում ես, գուրքեր ունես, եթե Քրիստոս չունես քո կյանքում, իբր դերը բրգիչ, ուրեմն գուրքերով լի է քո սիրտը։ Քո գուրքերը ինչ են, որ քեզ հերու բահում են Քրիստոսի նազատվելուց։ Փողը, սերային ցանկությունը, աշխարհային ամբավը, ուրիշ աշխարհային ցանկություններ, կարող է մեկը սիրում է սաղդարին, մտածում է, մտորում է, որ ինք հանգստանալու գնա, դարբեր միջոցներ ընարում է, որ հանգստանալու գնա, կամ կարող է մեկը ինքը իր գուրքը փամփասանքն է, ինչու որտեղ մի սիրում է փամփասել, ինչու փամփասանքի մեջ հաջող ստանում, չգիտենք։ Դարբեր գուրքեր։ Կամ մեկը աններող հոգի ունի, սա գուրք է այդ առումով։ Ինչու աններող հոգին ինք ոնց որ ինքը դեսնում է ինք իշխանություն ուրիշի վրա, որ ուրիշին ինքը բռնած է իր չներելու այդ կեցվածքով։ Եվ որ ես չեմ ներում ուրիշին, ուրեմն այդ մյուսը ինձ պարտական է։ Հավիտենաբես պարտական է, որովհետև ես տակավին չեմ ներում նրան։ Սա գուրք է մի ցևով։ Դու, որ տակավին Քրիստոսը չունես, գուրքերով լի ես, եւ Աստծո ասում է զգուշ եղիր։ Դու մոռացած ես քո Տիրոջ 19 համար, պետք է հիշիս նրան։ Ապաշխարությամբ սա սկսում է եւ այլն, հասկանում եք եղբայրներ ջան։ Սա ուրեմն սա է եղբայրներ ջան իմ ասենք հին հարաբերական դրսևորումները Տիրոջ իր ժողովրդի հետ,
Թիվ 1 Տիրոջն ազանվելը մեզ ապահովում է նրա օրհնությունը առաջին համարից։ Թիվ 2 Տիրոջ նպատակային փորձությունը մեզ հնարավորություն է տալիս աճել հավատքի մեջ երկույցին համարները։ Թիվ 3 Տիրոջ օրհնությունը մեզանից ակնկալում է իրեն նվիրված սրտեր 6-ից 10 համարները։ Թիվ 4 Տիրոջ նախազգուշացումը ինքնաբավության դեմ մեզ պաշտպանում է մեզանից 11-ից 18 եւ վերջինը 19-20 համարները թիվ 5 Տիրոջ թողնելը մեզ վրա արդար դատաստան է բերում։ Իհարկե եղբայրներ ջան, սա նախնական ուրվագիծս էր բացատրական, սա չի նշանակում, որ սա վերջնական է, անառումով որ ես կարող եմ սրա վրա եթե քարոզ պատրաստելու լինեի, ավելի պիտի մտորեմ սրա վրա, ավելի գնրբացնեմ, ուր որ պետք գա հարգը բանջումա, բայց հա ասկան եղբայրներ ջան, ուրեմն այսօր խոսեցանք էգզեգետիկական ուրվագծի մասին, բացատրական ուրվագծի մասին, իհարկե քարոզի վերնակիր գարանք առաջարկել մեր մայր թեմայի առնչությամբ, եթե ազոավադարմության վրա է գարանք ասել ազոավադարմությունը, եթե ուրիշ մեկը օրինակ ուզում է ասել ազոանդե բնազանություն, գարա մեկը այդպես ասել, so վերնակիրը պետք է ինչի հետ կապ ունենա, թեմային հետ, թեզիսի թեմային հետ, ոչ թե վերնակիրը պետք չէ ներառե հոգնագի գոյական լրացումները, էլի ասենք, վերնակիրը պետք չէ ներառե հոգնագի գոյական լրացումները, վերնակիրը մայր թեման պետք է ներառե մեջը, այդ կապ ունի, եւ վերնակիրը իհարկե ամենավերջը անում ենք, երբ որ արդեն իսկ այդ առաջարկային հայտարարությունը, այդ թեզիսը արդեն արեցինք նրա հոգնագի գոյականով թեմայով, հետո վերնակիրը գարանք մենք ներկայացնել էլի կամ սենք կողմնորոշվել ինչ է վերնակիրը։ Խոսեցանք ներածագանի վրայով, խոսեցանք եզրափակման վրայով, ավետարանի ներկայացման վրայով, թե ուր եւ ոնց կարան գնել, այս պարակային կարանք 5-րդ գեդում անել կամ ամենավերջը անել, խնդիր չէ։ Եվ իհարկե խոսանք մեկնաբանական հարցերու, գարկմը արդայություններու եւ բանալի բարերու վրայով, ուրիշ ինչ եղբայրներ ջան, ինչ ունեք դուք կարաք հարցնել, ավելացնել, ասկան իմ կողմիցս։ Կամ խոստովանեք։ Խոստովանեք։ Սարգիս եղբորից հետո ես կխոսամ։ Okay։ Սարգիս եղբայր ջան, այո։ Հորդ եղբայր, օրինակ մինչև 10 համարը քարոզենք։ Հա։ Երկուի բաժն է տեքստը։ Խնդիր չի կա, 20 համարը երկուի բաժն է։ Իհարկե, yeah։ Մինչև այնադեմ, որ այս քարոզը երկու մաս անես, եւ որ երկու մաս անում ես, մեկ տեզիս ունես։ Եթե մեկ տեզիսում 3 կետ, 4 կետ, 5 կետ, 6 կետ ինչ որ ունես, նույն տեզիսը մաս 1, ասենք առաջին երկու սեբենք թե երկու գետերով, հետո եթե 3 կետ ունեիր, երկրորդ քարոզը, սեբենք թե եթե 1 կետ է երկրորդ քարոզը, տեզիսի այդ երրորդ լրացման մասին կնշես։ Իհարկե, փոքր վերակամը կանես սկզբում եւ անգետ կա այդպես կանես։ Այո, ավակ ջան։ Տիգրան եղբորից հետո։ Շատ լավ, Տիգրան եղբայրս, ասա։ Բայց խոստովանություն եմ ուզում անել, որ շատ դեռ դժվարանում եմ այդ թեման, մեկ է թեզիսը գրելու մեջ, անկեղծ սենց ասում ես դու, սենց ապշում ասում ես ինչ պարզեր էլի, ոնց է չնկատեցի, այդ հովիկ եղբորդ ասածը չվեկալա, չնկատեցի, որ սենց շատ ճիշտ ես էլի ասում, որ չենք կարող ոչ միտեղ ոնց որ թերություն քնենք փաստացել բրազդնել, բայց մեր մոտ իմ մոտ կոնկրետ իմ մոտ շատ դժվար է ասում այդ բաժանումները, այդ թեզիսը թեման տեսնելը, որ սենց Տիգրան եղբայրս նրա համար է որ այստեղ եմ ցեզ համար, երբ հաջորդ անգամ Երևան լինես, հիմա Երևան ես տակավ ինչ է ոչ։ Չէ, coffee shop-ում եմ ալդա։ Okay։ Հիմա հաջորդ անգամ եթե կարողանաս Երևան գալ եւ մի օր մի քանի ժամ միասին անցկացնենք այս նպատակի համար, կամ եթե ուզում ես on-line գարամ զադից անել քեզ հետ, խնդիր չկա։ Էլի աշխատենք միասին։ Հիմա ավելի լավ է եթե 3x3 լինի, բայց եթե չլինի on-line-ալ կանենք։ Ինչու որ եթե 3x3 լինի, գարանք օրինակ սուր կրկով, թղթերով, բանով, գիտես, ընդգծելով, նշելով, բանով ավելի հեշտ կլինի այդպիսով, highlight անելով եւ այլն։
բայց եթե ոչ on-line գարանք անել, so նայ, հիմա դերը գամի մենք միասին կտեսնվենք ամսուն 6-ից 8-ը, երբ այնտեղ կաս, միասին կբանավորվենք, երբ անենք եւ սիրով ինչու՞ չէ, կամ երբ որ Երևան գաս, կամ ասենք on-line անենք կարկատրենք, okay, so ժամանակ ունենք, ինչու ասում եմ սա, որովհետեւ մինչեւ մեր հաջորդ դասը հունվարի 3-րդ շաբաթն է, ինչ է այդպես բան մնե, so ժամանակ կա։ Ով է եղբայր մեր դասի հասցնելու հաջորդ մոդուլը։ Չհասկացա։ Որոշված է արդեն օրերը։ Հա, հաջորդը, նայ, հիմա դեռ չենք հայտարարած անպայման, որչափ որ շիդակ հիշում եմ, բայց հաջորդը հունվարի, ասեմ իմ ակվնե, ինչ որ հիշում եմ, հունվարի 19-ից 24 կլինի։ 19-ից 24, այո։ Thank you. Merci շատ հարգելի։ So, եղբայրներ ջան, նայեցեք, մինչև այնադեմ, որ դուք լուրջ եք ազգ խոսքի ուսումնասիրության մեջ, միասին էստեղ եմ ցեզ հետ, որ միասին, այսինքն որքանա պետք լինի, միասին աշխատենք։ Սրա մեջ ամոթ չկա, ամենքս միասին սովորում ենք։ Հիմա ուրախ եմ, որ Դիկրան եղբայրը այդ քաչությամբ խոստովանում է եւ երբեք չասենք, որ հասկացած ենք բանը, եթե բան կա, որ դեռ հստակ չէ, խոսանք, միասին, մեկ առ մեկ կանենք, ինչպես Տիկրան եղբորս ասեցի, սիրով։ Հա, ուրիշ, ավակ եղբայր ջան, դու բան ուզում ես ասել։ Ես էլ խնդրանք եւ ոնց որ սա հետ կապված։ Ես երեք արդեն ասեցի 3 մասի եմ բաժանել, բայց ոչ ամբողջ գլուխը, երկու մասից պիտի քարոզեմ բնականաբար։ Երբ ուզեի, որ հենց նույն այս տեքստի հետ կապված ունենայինք մենք այդ հանդիպումը, եթե հարմար լինի ձեզ խնդրանք սա, ես մինչև ոնց որ 10-ը ու 8-ը, հա, բաժանել եմ իրար, 10-ը կամ 8-ը, բայց հիմի ոչ ամբողջականա, որովհետև այն ինչ որ ես տեսնում եմ, առաջի գլխում եմ տեսնում, առաջի համարում, երկրորդ համարում եւ 3-ից 4, բայց սա նախնական իմ ուսումնասիրությունն է, որը որ ես ունեմ արդեն, ոնց որ այդ ու մագիցը, հովիկ է, բայց կխնդրեմ, որ երբ որ ինչ որ ժամանակ ունենանք, պայմանավորվենք, կուզեմ որ հանդիպենք, որովհետեւ մի քանի քարոզների վրա եմ աշխատում, կուզեի որ մի հատ իրար հետ հանդիպենք, ունենայի իմ ձեռքից տակ ավելի ճշգրտված, ոնց որ ամբողջական քարոզից նյութ, եթե դուք ժամանակ ունենաք։ Ավակ եղբայր սիրով, ադի հեչ խնդիր չկա, սիրով։ Հիմա մի անտե հերթականությունով կանենք, ինչու ասում եմ, որ նայեցեք, դուք գիտեք արդեն հաջորդ մի քանի շաբաթները բավական սպաղ ադեն է մեզ համար, մանավանդ ինձ համար, խոստովանում եմ, որ այդպես է։ Երկրորդ Դիմոթեոսի վրա աշխատում եմ, որ մեր կոնֆերանսի ուսումնասիրությունը կլինի նոյեմբեր 6-ից 8-ը եւ հետո արդեն իսկ մի քիչ աշխատելու սկսած եմ այդ երդասարտած ամուրի երդասարտների համակումարի վրայով եւ որ նոյեմբեր 8-ը այնադեմ վերջացնեմ, հաջորդող ասենք 10-12 օրերը պետք է ամեն բանից զատ նրա վրա կենտրոնանամ, որ պատրաստ եմ այդ կոնֆերանսի համար։ Նրանից յետքը լա Դիկրան եղբորս հետ, ավակ եղբորս հետ կամ ուրիշ եղբայրների հետ սիրով կհանդիպենք, պրոբլեմ չկա եղբայրս, միասին կխոսանք եւ մի օրը կպայմանավորվենք, ուր որ հարմար է քեզան եւ այդպեսով ժամանակ կդանք։ Որովհետեւ ճիշտ ասած 3 շաբաթներ ունեմ, 3 շաբաթների մեջ մեկը պիտի Աստծուն հավատարիմ մնալու մասին խոսեի եւ շատ փնտրտուքի մեջ էի, թե ինչ հատված կարամ նայել եւ Տեր օրհնի ձեզ, սա ոնց որ սրտից կպավ էս հատվածը, իրար նայենք, ուսումնասիրենք։ Երբ է քարոզի ադենդ կամ Սերդողության ադենդ։ Սա 3-րդ շաբաթվա մեջ, այս շաբաթը չէ, որ գալիս է, ոնց որ մյուսը չէ, մյուսը, ուզեմ որ ձեզ բայց սա երբ է օրը գիտես օրը որս ես ինձի օրը։ Հենց այնց հիմա կասեմ, հենց իդ նայեմ իմ կալենդարով մի վարկել ներողություն եմ խնդրում, ուրեմն սա չի 15-ը 15-ին է, ինչով պիտի բերես։ Okay։ Այո, չէ, ամսի 15-ին է, որ պիտի ոնց որ խոսեմ։ Հասկացա։ Okay, ես քեզ հետ կապի մեջ կմնամ ավակ եղբայրս։ Մի քիչ սպաղադեն է, բայց բամը գնենք, միան այդ քարոզի նկատմամբ։ Ինչու որ դու ուրիշ բաներ ալ ունես ասեցիր,
Հա, so քեզ գաբի մեջ կմնամ նրա համար։ Ուրիշ եղբայրներ ջան, ուրիշ բան մը գա, ավելացնելիք հարց, առաջ որ ամբողջացնենք այս երեկոյան համար։ Չէ, հարց կա նա դու ուրիշ, Ասա։ պրոստը թեմայից լերով ուրիշ որ գախբեր։ Մեր մյուս հանդիպումը երբ էր, որ քարաշի 10-ը դերնի։ Հունվար։ 19-ից 24-ը։ Այո, հիմա գույմը հունվար 19-ից 24։ Մեկ էլ այդ չամոստացածների կոնֆերանսը որ դերնի հովի գախբեր, ծաղկաձորում պիտի մնանք, չէ։ Դավիթ եղբայրս մի հարց, քո անունը ես չեմ տեսած որ գրանցված է։ Հա, ես կուզեմ իմանամ որ գրանց։ Հա, այնադեն նա է, պետք է, օքեյ, 20-ից 22 է նոյեմբերի։ Գիտեմ որ եղբայրդ Արթուրը գրանցված է։ Օնլայն պետք է գրանցվեր, իր անունը դվեց, հետո ես ուղարկեցի link Արմինե Քրոջ, որ ինքը փոխանցի, որբեսի ծեր մոդից երկու հոգի գար, ես զարմացա, ասեցի Դավիթ ինչու չգա, ենթադրեցի կորզով սպաղես։ Հա, նա է։ Հա, հա, я գրանցվի, այո, այո։ Okay։ Ծաղկաձորում դիմենանք, չէ հարցը։ Այո, 20-21-22, երկու երեկո, այո։ Okay, լավ որ գախբեր։ Շատ լավ։ Ուրիշ եղբայրներ ջան։ Եթե վերսական հարցեր չի գան, Վերջական հարցը էսա, որ հունվարը մի քիչ շատ հեռու է մեզից, շատ մոտիկ մեր մի հատ հունվարին շատ լավ կներ։ չէ հիմա ավակ եղբայրս, հիմա դերը գամի մեր հաջորդ օնլայն հանդիպումը այսպես, ես կարծում եմ պիտի լինի ամսվա վերջերը, այսինքն ինչու կոնֆերանսի այդ ծաղկացորի երկրորդ կոնֆերանսից հետքը, այդպես պիտի լինի, հավանական է, չգիտեմ եթե նրանից առաջ անցամ ժամանակ պիտի ունենամ պատրաստվելու նրա վրայով, բայց կարծում եմ նրանից հետ կգլինի, բայց եթե փոփոխություն լինի, ցես իհարկե կիմացնեմ եւ մինչեւ վաղը գճանամ դեղատրել այս տեսանյութն էլ օնլայն, so դեր օրներ եղբայրներ ջան, ուրախ եմ ձեր առաջդիմությամբ, անգյաց ասում եմ, նույնիսկ եթե դագավին ոնց որ մասեր գար մի քիչ մութ է, բայց խնդիր չէ, միասին առաջանում ենք, ավելի հասկանում ենք այդ տարբեր կոնցեպտները, քահապարները, տերմինները, որ կարևոր է նույնիսկ տերմինները հասկանալը եւ սահմանելը մեր մտքերում, որ կարողանանք արժեքավորել ինչ է այդ տերմինների իմաստը եւ գաբը մյուս տերմինների հետ եւ ոնց օգտագործենք սա։ Իհարկե, աշխատանքով, փորձառությունով, քարոզի գառուցվածքը, այսինքն գիտես, այդ քարոզի տեզիսը, նրա լրացումները, այդ բոլորը ավելի աշխատանքով պիտի կան, ժամանակ կվերցնե եւ որքան որ աշխատենք մտորենք վրա, այդքան ավելի կզարկանանք եւ ավելի կարողանանք դենալ տեքստից, թե ինչա տեքստի օրինակ մայր քահապարը եւ այդ լրացումները որ գաբ ունի եւ իհարկե լա ավակ եղբորս այդ մանատիկրան եղբորս հետ միասին բոլորի հետ կշարունակենք այսպես անել եղբայրներ ջան դեր օրնե բոլորս բարիք շեր բոլորին Շնորհակալություն Մերսի ձեր բոլորին մնացեք Տիրոջ խաղաղության մեջ կաղոթենք ձեր համար որ կոնֆերանսները Տիրոջ շնորհքի մեջ Տիրոջ փառքի համար անցնի Մերսի ավակ ջան բոլորիդ ասված օրնի Եսայիջան անպայման աղոթող եմ ձեզ համար քաջալերվեք Տիրոջ մոտ իր շնորհքը բոլոր փորձություններից վեր է Ամեն Եղավ եղբայրներ ջան բարիք շեր դեր օրնի Բարիք շեր